Մանկապարտեզը Լիդերլենդն է, երեխան մոտ 2 տարի այցելել է, ուրեմն մոտավորապես 3 ամիս հետո, որ այցելում էր, իր մոտ կուսակցական խնդիրներ առաջացավ, մենք մտածեցինք դե երեխայի տարիք է երևի, վաղ 3-ից 4 տարեկան էր էլի, հետո որոշ ժամանակ մի 15 օր, երբ որ ինքը հիվանդացավ, ամիս եղավ էլի տենց, ինքը մնաց տանը, ու էդի իր մոտ մարվեց, դրանից հետո էլի, երբ որ շարունակեց գնալ մանկապարտեզ, իր մոտ էլի ընթացքում սկսվեց, հետո նենց պատահեց, որ փոքրիկ երեխաս կնոջս այդ հիվանդանոց պարկեցին 10 օր, էլի երեխան մնաց իմ մոտ ու էլի մարեց, արդեն դրանից հետո որ գնաց մանկապարտեզ, 2 օր հետո ես իր հետ խաղում էի, մեկ էլ զգացի, որ էլի սկսվել է, ու ես հարցեր եմ տալիս, ասում եմ, բալիկ ջան, ձեզ ծեծում են, քեզ անձամբ ծեծում են, ինքը ասեց չէ, ինչ չեն ծեծում, բայց երեխեքին մտցնում են զուգարան, ճմկտում են, ծեծում են, ականջները քաշում են, հանում են դուրս, դրանից հետո ամեն առավոտ իրանք գալիս էին ժամը 8-ից 8:30, տնից վերցնում տանում էին մանկապարտեզ, ես առավոտը զանգեցի վարորդին, ասեցի, որ չգաք, ես եմ գալու մանկապարտեզ ու զանգեցի տնօրենին, ասեցի, որ իմ երեխային ծեծում են, ես մասնագիտությամբ IT ոլորտում եմ, ես սաղ իրանց տեսագրությունները նայել էի, չերես IP Wi-Fi-ով կպել նայել էի, ինքը հերքես, բամեր մոտ սենց բան չկա, այս կողմենքում, ես ասեցի, որ անենց մի արեք, որ ձեր բանը, սերվերները սաղ հանրայնացնեմ, դատախազության ասեմ, որ հանրայնացնի, դրանից 2 ժամ հետո ինքը զանգեց, խնդրեց, բա խնդրում եմ շուտ արի մոտս, գնացի իր մոտ, նստած էր դայակը, դաստիարակը, բա ես անմիջապես դաստիարակին հեռացնում եմ, մենք նայել ենք, մտել ենք, նայել ենք, ասում եմ, մտել նայելը որն է, իմ երեխուն դուք սարքել եք ինվալիդ, արդեն մի տարի է ես հանել եմ, իր մոտ ոնց որ ասած հետ է գալի, այն 100%-ից մնացել է 3-4%-ը, ասենք, էլ բժիշկի տանելով էլ բանով, հիմա հեռացրեցին, այն վաղ ասենք ես բան չարեցի, ասելով հիմա ես կանեմ, ասենք կասեն մենակ ես ձև են ձև, բայց հիմա որ երկրորդ դեպքը տեսա, սա երեխաների մասին է, գիտեք ոնց է, ասենք 30-40 երեխային մի հատ դաստիարակ են տալի, դայակ են տալի, չնայած ինքը պետական սկզբունքներով չի, ինքը գեր եկամուտներ, ասենք 150-ից մինչև 180,000 բարձ է տալի, ասենք ոչ որակավորում ունեցող մանկավարժներ են բերում, բայց դրանից հետո ասենք, լավ դուք հեռացրել եք այն դաստիարակին, ուր է ինքը գնացել, հեռացրել եք թե հանել եք, ինքը գնացել է նորմա մանկապարտեզ մանկավարժություն անի, այդ մարդը որակավորում չունի, ես իրան տնօրենի դեմը մի քանի անգամ ասեցի, որ եթե աղջիկ ջան դու որակավորում չունես երեխաների հետ զբաղվելու, ինքն էլ պատտվել ինձ ասում էր, բա գիտեք ինչ իմ գլխին այսքան երեխա են բերել լցել ես, հասի տնօրենի տաս, ասա գիտես ինչ ես չեմ հասցնում, ես ի վիճակի չեմ, մարդ ավելացրախ ես դու այդքան քո վրա վերցրել, որ մեր երեխեզով է թույլ տվել մեր երեխուն վախացնես կամ խփես կամ ճմկտես դու ով ես առաջին հերթին պետական մանկապարտեզը, էլի ասենք անվճար է, բայց անվճար չի, իմ հայրկերի բանով շնորհիվ է ինքը գոյատևում, ինքը ստեղծվել ինքը անում, բայց պետական մանկապարտեզում, որ տալիս ես, գոնե էլի գիտես, որ պետական մանկապարտեզն է, բայց տանես տարեկան ասենք 2 միլիոն դրամի կարգի գումար վճարես ու երեխատ ոնց որ ասած գիշերօթիկի աուղրայում լինի, երեխատ վախի մթնոլորտում լինի, ասենք շատ բաներ կա էլի, ասենք, ես 3 եմ նյութը տեսել, որ նորից մի հատ ծնող, ասենք, բողոքել է, արդեն քրեական գործն հարուց է, խնդիր չկա, դա 21 թվին է, ու պատկերացնում եք, մեր դեպքը եղել է 24 թվին, ու իրանք դասեր չեն քաղում, ոչ տնօրենը, ոչ ասենք ամբողջ աշխատակազմը, պրոստը մեր երեխեքն են նեղ, ինչի համար, ես տանեմ վճարեմ, ու իմ երեխուն ծեծեն, այսքան է։ Իսկ դուք որևէ այսպես քրեական գործ չեք հարուցել։ Ես ասեցի, բանի, ոնց որ ասած, քրեական գործ հարուցելու սկզբունքը կլիներ նա, որ մեն, ասենք, ես էի առաջինը ասելու, հետո ինձնից հետո վեճ այլ է մանկապարտեզում, կարակ ասենք իմ երեխայի ազգանունն ասեմ, դրանից հետո հետաքրքրվեք, տեսնեք հաջորդ 2 օրը քանի երեխա են դուրս բերել մանկապարտեզից, այդ վայրագությունների պատճառով, էլի, որ ծնողներն իմացել են, դաժե ծնողներ կային զանգել էին ինձ,
ասում են ինչ է էլ է բան, ասում են ձեր խնդիրն է, եթե ուզում եք ձեր երեխան ունենա ինվալիդ, մնա ինվալիդ, հա, պահեք այնտեղ, թողեք այնտեղ, որովհետև դա երեխայի ընտանիքն է, որ ասենք ինձանից պահանջվեց մոտավորապես մի տարի, 2-3 ամիս ես 95% հլը հետ եմ բերել, իրա մոտ էլի ասենք պահել լինում է, ասենք մեկու մեջ լինում է, դա առողջություն է երեխայի հետ, ես իմ երեխային տվել եմ մանկավարձ, ոչ թե տվել եմ ինվալիդ սարքելու, առաջին անգամ բան չարեցի, ես գնացի տնօրենը բան արեց, ասեց հեռացնում եմ բան, ես ինչից եմ ոգևորվել, էլի բան չի անի, բայց եթե 21 թվին այս դեպքը եղել է, հա, ու ասենք իմ երեխային ես անել եմ 24 թվին, հարցոք իրանք դասեր չեն քաղել, որ նույնը կրկնվել է, ես 100% վստահ եմ, որ իմ երեխայից հետո էլ կրկնված կլինի, որովհետև որակավորում չկա, մանկավարժը կներեք, ասենք, չգիտես ինքը մանկավարժը վերապատրաստում ունի, ում պատահի ընդունում են գործի, ում պատահի, ոնց պատահի, խի պատահի, հա, վերսկան։ Այսինքն նույն դաստիարակն է եղել, հետ եմ վերադարձնել, թե հիմա ես երկրորդ Ես չգիտեմ, ես դաստիարակնով է եղել, մերը եղել է, ինչքան հիշում եմ, ազգանունը Գասպարյան էր, թե Գրիգորյան Գոհարը, այս դաստիարակը կարդացի չեմ հիշում, ազգանունը չէ, ուրիշ դաս, չխնդիրը Ստե մարդու անձինը չի, խնդիրը երևույթն է, որ ասենք տվյալ մարդիկ ստանում են գեր եկամուտներ մեր երեխաների հաշվին ու չեն ուզում ապահովեն ստացած գումարի արժանապատիվ, ասենք երեխաների առօրյան, ոնց որ ինձ ասենք ասում էր, գիտես ինչ այսքան երեխա են բերել լցե գլխից, ես որ մեկին տեր լինեմ, ասում եմ հարգելիս, եթե դու այդքան որակավորում չունես, այդքան երեխու տեր լինես, գնա տնօրենի դասա, գիտես ինչ ամեն երեխայի արժեքը 200,000 դրամ է, ես կարամ իմ աշխատավարձի կամ ասենք իմ գիտելիքի շնորհիվ պահեմ 10 երեխա, 7 երեխա, հիմա եթե տնօրենը քեզից ավելի լավ որակավորում կգտներ, թող բերեր ավելի մեծ գումար տար, ավելի փող չեն ուզում տան, մեր երեխեքի հաշվին ասենք կապիտալիզմ են անում, մեր երեխեքին էլ դրանով վնասում են։ Ծեծելու, վախեցնելու արդյունքում ձեր երեխայի մոտ առաջացել են խոսակցական խնդիրներ։ Ես իրան, հա, ինքը ես տարել եմ դաժե լոգոպեդի մոտ, տարել եմ դաժե հոգեբանի մոտ, դրանից հետո մի տարի ես երեխուն տանում եմ Ռիբոկ, որ ինքը ընդ ցրվի, նու ոնց ասեմ, երեխայի մոտ մի քիչ բարձր խոսում էր, ինքը մի հաջորդ օրը ցելի օրը կակազում էր, իր մոտ վախ էր մտել։ Փոքր երեխա է, մեծ մարդու կողքն են, ասենք մի հատ սկորի սիրենա է անցնում բարձր ձենից կամ ասենք բարձր աղմուկ է լինում, մարդը վախենում է, էլի, բա երեխան ինչ կլինի։ Իսկ ես ասենք իմ երեխուն չեմ ուղարկել այնտեղը, այն էլ դրա համապատասխան, ասենք գերթանկ վճարելու համար, ասենք որ իմ երեխեն, ասենք այդ խնդիրներն ունենա, մի տարի ես իր, ասենք առողջությամբ զբաղվեմ ու ասենք իր առողջությունը հետ վերեմ ու այս հարցը պետք է բարձրաձայնվի, այնքանով բարձրաձայնի, որ կներեք ամեն որակավորում չունեցող մարդուն չտանեն, ասենք այնել երեխաների, ասենք բանով դաստիարակ չտամ, տան որ ինքը երեխա դաստիարակի, ասեմ, կարող է այդ մարդը 10-րդ դասարան չի ավարտել, կարող է այդ մարդը մանկավարժի դիպլոմ չունի, կարող է իր որակավորումը կներեք հավաքարարի որակավորումը, բայց ինքը դաստիարակ է աշխատում, ով է ստուգում, խի են ստուգում, ինչ վերապատրաստման են գնացել, որ ասեի, հա գիտեք, ինչ ծայրահեղ, ասենք, մտնում ես չքավոր մանկապարտեզա, չքավոր գին են դրել, չէ, բայց գերի եկամուտները, գնացեք 200 երեխան հաշվեք, ասենք 200,000 դրամով ու ստացեք ինչ եկամուտներ, եկամուտ խնդիր չկա, ես կողմ եմ, մարդիկ թող փող աշխատեն, հարստանան, բայց տվածի փողի գյուրա դու ծառայություն մատուցի, ոչ թե տալիս ես 200,000, քիչ ես 20,000 դրամի ծառայություն չեն տալի ու դրա պատճառով էլ մի հատ վնաս են տալի առողջական երեխային, այսքանը։ Իսկ այդ ժամանակ փոխհատուցումից ստացել եք, պահանջել եք կամ հիմա պատրաստվում եք։ Չէ, փոխհատուցում պահանջել իմ համար իմ երեխան ավելի թանկ է, քան թե իրանց ասենք տված մի կոպեկա ինձ հետաքրքիր չէ։ Իմ համար իմ երեխու առողջությունն էր կարևոր, ես հետ բերեցի, հուսով եմ 1-2 տարվա մեջ 5%-ն է կանցնի, կետրադպրոց իր ուղիղից դուրս կգա, էլի այդ ասենք, որ մտել էր իր մեջ, էլի ասենք։ Ես պրոստը ուզում եմ, գիտեք ինչա բարձրաձայնեմ, որ նման ասենք
հիմնարկներին լինի լուրջ վերահսկողություն, ոչ թե ասենք դեպքը պատահվեց, ահա կատարվեց քրեական գործ հարուցեցին, օրինակ հիմա դաստիարակին հեռացրեցին, всё ասենք պոեզը գնաց առաջ։ 2 տարի հետո նույնը կրկնվեց, դե գիտեք ինչ, ես մեղավոր չեմ, դաստիարակն է մեղավոր։ Ոնց դու մեղավոր չես։ Ամենակարևորը դա է, որ ասենք ինչը պետքա չեն անում, դաստիարակին հեռացնում են։ Դաստիարակ ընդունելուց առաջ դու պետք է իմանաս ում ես ընդունում գործի։ Ինչի համար ես ընդունում գործի։ Ինչ որակավորում ունին, հա։ Ոչ թե ասենք կներեք իհարկե օրինակի համար, հա, ասենք խոհարարին բերես ընդունես դաստիարակ, որ ասի երեխային չգիտի, երեխան ինչ է։ Այդքան բան։